Ես մի ուշադրություն եմ ուզում սևեռեմ մեր իրավապահ համակարգի։ Քննիչները պարբերաբար ասում եմ, ընդդիմանում են Փաշինյանին։ Հիմա եթե Իսագուլյանն ասում է պատերազմը նախապես ծրագրած է եղել։ Քննիչները պատշաճ քննություն չեն կատարում, ասում են սուտ մատնություն է սա արել։ Փաշինյանը ազգային ժողովից ասում է պատերազմը միանշանակ պետք է լիներ, մտածածիներ, ավելի էին ասում է կապիտուլյացիոն պայմանագրի ստորագրմանը այլընտրանք չկար։ Հիմա հարգելի իրավապահ համակարգ, մի հատ կողմնորոշվեք։ Իսագուլյանն է սուտ մատություն անում, թե դուք պարտավոր եք Փաշինյանին նախաքննությամբ հրավիրել եւ հարցաքննել։ Չէր բացառվում, չէ, որ եթե գործ հարուցեիք, կանչեիք Փաշինյանին, Փաշինյանը ձերս բոլոր հարցերի պատասխանը հենց նույնությամբ տար։ Եվ այսօր սուտ մատնության դրվագ չունենայինք։ Այո, այդ թվում նաև բռնության կոչ չի ասել, որ ձեր քաղաքական դիակները ընդեղից կբերեն։ Ենթատեքստով, ոչ ենթատեքստով, այսինքն գերիների հետ կապված, թե ստեղ քաղաքական դիակներ, բոլոր դեպքերում բռնության կոչեր է հնչում, կամ չի հնչում ու դա տարածելի է բոլոր քաղաքացիների վրա։ Այդ թվում Իսագուլյանի, այդ թվում մնացած այն բոլոր քաղաքացիները եւ ընդդիմադիր խոսացող անձինք, որոնք քաղաքական հայտարարություններ են անում։ Բայց ամբողջը տեսնում է, չէ, Եվրոպան, իրենց սիրելի Եվրոպան։ Բա մենք արձանագրում ենք այս ամեն ինչը եւ ուղարկելու ենք Եվրոպական դատարան։ Սրա մասին թող շատ լուրջ դատավորները մտածեն, որովհետեւ ցանկացած երիտասարդ դատավոր պետք է իմանա, որ 2-3 տարի հետո Եվրոպական դատարանի բավարարված գանգատը հիմք է, որ իր վերաբերյալ լինի վարույթ։ Ինչով փայլում է այս իշխանությունը, չէ, Արդարադատության նախարարությունը քնում զարթնում է դատավորների վրա վարույթ հարուցելու հենց կամահայտնությամբ։ Շնորհակալ եմ։